Բարևներ Արմաշի համից բոլորին, ովքեր որ այս պահին դիտում են մեր հոլովակը եւ շատ բարևներ դրսում ապրող մեր բոլոր հայերին։ Ուրեմն ժողովուրդ ջան, սկսեմ գնումներից, գնացել եմ խանութ, նոր եմ վերադարձել խանութից, վերցրել եմ տան համար, ընդամենը տան համար գնումներ եմ արել, կարտոֆիլ եմ վերցրել, սոխ եմ վերցրել, ալյուր եմ վերցրել եմ օդը մաքրող, նայեք հոտ, ժողովուրդ ջան, իրոք շատ լավն է, մրգային համերով, խառը մրգային համերով, հոտա ու օդը մաքրող, ինչ որ հեղուկ է ինքը, սենց ասեմ։ Ես միշտ հյուրասենյակում եմ օգտագործում սա։ Այստեղ վերցրել եմ կարմիր պղպեղ ձմեռվա համար, որ մարինատ անեմ եւ դնեմ սառցարանում, հարգելիներս, հենց զուտ սառցարանի համար։ Մի տոպրակ վերցրել եմ այստեղ համեմունքներ, որ միշտ պետք է գալի, հատիկավոր պղպեղ եմ վերցրել, աղացած պղպեղ եւ վերցրել եմ կորեական աղցանի համար նորից համեմունք, դեսա մառանիկինն էր։ Այստեղ էլ վերցրել եմ յուղ, կիլո ու կեսա, կիլո 600 գրամ, հա, իմպերիալ յուղն է, բոլորին ծանոթ, բոլորն էլ օգտագործում են։ Տեսնեմ ժողովուրդ ջան, եթե դուրս եկավ, պատրաստելու եմ յուղով ճաշերը, եթե դուրս եկավ, շարունակական կօգտագործեմ, եթե չէ, կրկին նորից պետքա օգտագործեմ կարագ։ Վերցրել եմ տան համար այսպես գրեշկա, դեղին գարու, բրինձ փլաֆի համար ու Մելոգրանոյի ֆիրմայի վերցրել եմ վերմիշելներ 2 պաշկա, ամենամանրն եմ վերցրել, որովհետև այս մանրով շատ լավ փլաֆ է ստացվում եւ լապշան եմ վերցրել ու մի հատ մեծ հավ եմ վերցրել, տեսեք ինչ մեծ է, ժողովուրդ ջան, կիլոն 1600 դրամ է, ինքը հայկական հավն է, այս հավը, տնական հավ է, սա կթողեմ մինչև ուշ երեկոյան, ինքը կհալի, կկտրտեմ, կլվանամ, նոր տոպրակներով կդնեմ սառցարանում, ասեք շատ մեծ է, պիտի մի հատ էլ վերցնեի ժողովուրդ ջան, այս մեկը վերցրեցի, բայց կարելի է մի հատ էլ վերցնել, որովհետև շատ լավն է, ու կարևորը, որ հայկականն է, եւ հայկական, նորից հայկական կրծքամիսն եմ վերցրել, մեր տեղականն է, հիմա սա էլ կտեղավորեմ արդեն սառցարանում, դե կրծքամիսը աղցանի համար եմ վերցրել, հավն էլ տան համար, ճաշերի համար, թեկուզ տապակա, ամեն ինչի համար, այսքանը ժողովուրդ ջան, ուրեմն ես գնումներս արել եմ, հիմա բոլորը կտեղավորեմ իրենց տեղերը ու կանցնեմ գործի, խթա ունեմ, ասեցի անցած հոլովակում, որ խթա ունեմ, պետքա խթան ես տան համար թթու դնեմ ուտելու, թթուն վերջացել է, բանկես էլ արդեն կանանչի մեջը, դրել եմ այստեղ անկյունում ու տենց մնացել է, հիմա խթան ուզում եմ թթու դնեմ խակ պամիդորով, եթե կավելանա, մի 2 բան կա, այլ արդեն կմարինատացնեմ ժողովուրդ ջան, դե առայժմ այսքանը, Սա խոքնալի, հարգելիներս, արդեն քանի ջուր լվացել եմ, խթան, էսի վերջի ջուրն է, սա դնենք հետո, հիմա անցնենք ծախ, ես էլ դերեմ,
ծաղկաղամբ եմ մաքրում, որ թթվի մեջ ծաղկակաղամբ է լցնեմ։ Երկու բանկաներներ թթվեմ դեմ ժողովուրդը, սամիթ եմ լցնում դափնու տերև, ինչ եմ անում, պետք է այս կանաչ պամիդորները պատարակավոր ծակեն, մի երկու անգամ լցնեմ բանկաների մեջ։ Հատիկավոր պղպեղն եմ մոռացել։ Խառը թթուն ամենահամուր թթունն է հավիլներից, ամեն ինչ մեջ է լինում։ Հիմա լցնեմ ծաղկակաղամբները։ Մի հատ փոքր դդմիկ եմ բերել այգուց, այս էլ կտրեմ, աստիկ պղպեղներ են ժողովուրդ ջան, բայց ասեմ շատ կծոր են, կծոր։ Հիմա խթան եմ արդեն լցնում։ Դուք նկատեցիք, որ սխտոր չեմ լցնում մեջ, որովհետև սխտորը քերելու եմ հենց ջրի մեջ։ Հենց ջրի մեջ էլ քերելու եմ և ջուրը լցնելու եմ բանկաների մեջ։ Այս անգամ այդ տարբերակով եմ ուզում անեմ։
բան ավելացավ, այ հիմա կա խթանելու եմ մարինադան եմ։ Ծիծակել նորից, չնայած որ պղպեղները կծու էր, ասացի չէ, փոքրիկ պղպեղները կծու էր, բայց ոչինչ։ Մի հատ էլ այս ծակը դնեմ վրեն, լցրեցի արդեն բանկաները, հիմա պետք է պատրաստեմ աղաջուրը թթվի։ Հիմա սխտորը քերում եմ ջրի մեջ։ Հարգելիներս, այսպես որ քերում ենք սխտորը ջրի մեջ, լրիվ համը տարբերվում է, ավելի լավ համ ու հոտ է ունենում, քան հատիկով, որ լցնում ենք բանկանների մեջ։ Հիմա լցնելու եմ 3 ճաշի կթալ, 2 լիտր ջուր է, 2 ատամիկ է սխտոր եմ քերել, 3 ճաշի կթալ էլ աղ եմ լցնում։ Հիմա լավ խառնեմ, որ աղը լուծվի։ Հիմա լցնեմ արդեն բանկաների մեջ։ Հիմա մի քիչ է պատրաստեմ, ընդամենը կես լիտր, նորից կես ճաշի կթալ աղ լցրեցի,
բանկետը վրայի աղաջինը մաքրվի։ Էստե։ Տեսեք ինչ լավ սիրուն, ոնց ասեմ ժողովուրդ ջան, տեսքը տեղը խառը թթու։ Տեսա ձմեռային թթու չի ժողովուրդ ջան, որ ասեմ ձմեռային թթու է, ասենք աշնան թթու, սենց ասենք։ Հիմա դնում եմ այստեղ խոհանոցում, շուտ էլ թթվում է։ Ոչ մի բան չեմ լցնում, ոչ քացախաթթու եմ լցնում, չգիտեմ, ոչ մի բան, հենց սենց։ Մենակ աղ եմ լցրել, դե սխտորն էլ քերեցի մեջը, սա երևի վաղը չեմ մյուս օրը արդեն պատրաստ կլինի ուտելու ժողովուրդ ջան։ Դե աղն էլ շատ չի, 3 քթալը բավական է, որովհետև հենց պամիդորները պետք է աղը քաշի ավելի շատ պամիդորների մեջ, եթե պամիդորները չլիներ, մենակ վարունգները լիներ, աղը մի քիչ թույլ կանեի։ Վերջ, հիմա ուզում եմ խթայի մարինադը պատրաստեմ, դա էլ երևի հենց մի հատ նորից 3 լիտրանոց բանկայի մեջ լցնեմ և վերջացնեմ։ Հիմա էլ մարինադն եմ պատրաստում։ Այս անգամ սամիտ չեմ լցնում մարինադի մեջ, հարգելիներս լցնում եմ, նայեք համեմի սերմ եմ լցնում։ Համեմի սերմ, նորից սև հատիկավոր պղպեղ։ Հարգելի հետևորդներ, այս տարի ինչ ահավոր գներ է վարունգի գները։ Շուկաներում գնում ես նայում ես, ահավոր գներ է կանաչ վարունգը։ Մեկնասիխի վարունգը ինչ գույնի է լինում, չէ ժողովուրդ ջան։ Մեկը գրի ասի, վարունգը ինչ գույնի է լինում։ Չեմ ասում կանաչ, իհարկե, դες խթային մարդկա ասում է սպիտակ վարունգ, դրա համար։ Չնայած այս տարի ամեն ինչն էլ լավ գին ունի, ամեն ինչը։ Բանջարեղենը հենց ընդհանուր, բացի շուկաները, հենց դաշտերում էլ, որ անում են, մարդիկ հանում են վաճառքի, էլի գները այնպես չի, որ լավ է։ Չնայած մեղք են գյուղացիները, թող մի քիչ այդքան տանջվում են, հողերի հետ կռիվ են տալի։ Մի քիչ բանջարեղենը գին ունենա։ Նստի, մի հատ էլ մարինադ։
մանդրերը արդեն կլցնենք և սրանով էլ կսահմանով փակենք։ Բայց հայք տեսիք ոնց որ լավ եմ լցել ժողովուրդ ջան, չգիտեմ։ Չեմ սիրում, որ սենց մեծ բանկաների մեջ վարունգ են լցնում։ Սիրում եմ միշտ կիլանոցների մեջ, բակ ես մեկը սենց արեցի, ոչինչ։ Ես են ժամանակ կբացեմ, որ հյուրեր ունենամ շատ։ Երկու ճաշի քթալ աղ եմ լցնում, մեկ ճաշի քթալ շաքարավազ։ Վերջ։ Բանկայի մեջ սառը ջուր լցրեցի, կաթսայի մեջ էլ նույնությամբ սառը ջուր լցրեցի։ Հիմա այս մի կաթսան է սենց կդնենք վրան, որպեսզի ամբողջությամբ լավ եռա ու կթողեմ ընդամենը ժողովուրդ ջան 5-ից 7 րոպե եռա, ոչ ավել, այդքան 7 րոպեն երևի արդեն բավական է խթայի համար։ Արակի մեջ էլ պատրաստեցի ամառային աղցան, հենց այս նույն վարունգով և պամիդորով, ամառային աղցան, ամենահամով աղցանը։ Արդեն 7 րոպե է եռում է, գազօջախը անջատեմ ու տանեմ արդեն զակատեմ, լցնեմ էսենցիան մեկ ճաշի քթալ և զակատեմ։ Վերջացրեցի, սա էլ զակատեցի, վերջացրեցի ժողովուրդ ջան։ Այսօր պատրաստեցի 2 բանկա թթու և 1 3 լիտրանոց մարինադ։ Ուրեմն ասեմ, այս թթուները ժողովուրդ ջան 2 կմնա այստեղ խոհանոցում ու կդնեմ սառնարանում, չեմ կարա այստեղ երկար պահեմ, որովհետև դե երես արդեն կսիտակի, գույնը կփոխվի, դրա համար պետք է դնեմ սառնարան, ուղղակի թթվելուց հետո, ընդամենը 2 օր հետո։ Դե սա էլ հիմա շոր կգցեմ վրան, կծածկեմ, վաղն էլ կտանեմ, կդնեմ մառանում հարգելիներս։ Այսօր էլ այսքանը, իմ լավ հետևորդներ ջան։ Ուզում եմ նախապես շնորհակալություն հայտնեմ բոլոր լավ մարդկանցից ու ասեմ հենց իմ հետևորդները բոլորն էլ լավն են։ Ինչի եմ ասում լավն են, որովհետև հենց ամեն գեղեցիկ, դրական, հաճելի մեկնաբանություն գրողները իրոք շատ լավ մարդիկ են, որովհետև բոլորն էլ կարող են իրենց կարծիքները հայտնել, լավ թե վատ, բայց կարծիք հայտնելուց առաջ մարդիկ գրում են մտածված, մարդիկ գրում են չափի մեջ, առանց ավելորդությունների։ Դե իսկ վատ մարդիկ էլ Աստված նորից իրանց հետ հարգելիներս։ Ինչ ասեմ,
Ուզում եմ այսքանով էլ ավարտեմ այսօրվա հոլովակը եւ կրկին ու կրկին իմ լավ հետևորդներին, իմ լավ բարեկամներին, ինչի եմ ասում բարեկամ, որովհետեւ հենց դուք եք իմ բարեկամը, իմ հարազատը։ Շնորհակալ եմ ձեզանից եւ ցանկանում եմ ամենալավն ու բարին ձեզ բոլորիդ եւ թող Աստված պահապան լինի ձեզ եւ ձեր ընտանիքին։ Իմ լավ հետևորդներ ջան։